Խոսը որևէ օրինակ չբերեց, որ մեզ որևէ մեկի կամքը պարտադրի։ Հիմա ես կասեմ, ուրեմն անկախության հռչակագրի հղումը Սահմանադրության նախաբանից հանելը կապ չունի Արցախյան շարժման հետ, դա բնականաբար Ալիևի պահանջն է, եւ դուք խոսք եք տալի, որ կատարելու եք, որ ասում եք բանախոսը չասեց, ես ասեմ, չի կարելի այդ հարակվեն դնել, դա ուղղակի պետականական պրոցես է լինելու, անգամ այոյի եւ ոչի պարագայում։ Ուզում եմ ասել, որ մարդիկ հավատացին Փաշինյանին, որ ասեց հեղափոխություն արեք, դուրս եկան հեղափոխության, բռնեցին, դատեցին։ Շատ է, պարոն Զուրաբյան, պարոն Փաշինյան, դուք գրեք, հետո միանգամից։ Խնդրեմ։ Շատ հետաքրքիր տակտիկա է որդեգրել Նիկոլ Փաշինյանը, սրանից հետո բոլոր պարտադրված զիջումները ինքը ներկայացնում է մեր հանրությանը որպես իր կամքով, համարը թե ինքը իշխան Հայաստանի կամքով ընդունված որոշումներ, Գորիս Կապանը ճանապարհը այտենց հանձնեցին, Տավուշի 3 գյուղերը այտենց հանձնեցին, բայց հիմա պարզվում է այդ սա իրանց կամքով է, այդ ձեր կամքով էր, այդ Բանի 2019 թվի առաջարկված խաղաղ պլանն էլ ընդունեիք ձեր կամքով։ Գևորգ Կարապետյան, հետո Գուրգեն Սիմոնյան, Արման Թատրոն։ Արցախի կորստի մասին պայքարել ենք եւ իրազեկել ենք նաեւ ձեզ 2014-15 թվականներից սկսած այն Բերձորի ջարդելը տենց չբացահայտվեց 2016 թվականի Լավրովի պլանի դեմ ապստամբեցինք 2019 թվականին Արցախում ելույթ ունեցանք, դուք լավ գիտեք, մենք ձեզ ասում ենք, մենք նույնիսկ դրան Գևորգ Սաֆարյանն էլ ասեց, անուն էինք դրել Արցախի ափխազացում, դուք իմանալով, որ ռուսները հրահրելու են պատերազմ, մենք ձեզ հորդորում ենք, որ պատրաստվեք պատերազմի, դուք ասում եք, մենք պատրաստվում ենք խաղաղության։ Շատ լավ, Գուրգեն Սիմոնյան, շատ լավ։ Այստեղ հարց հնչեց, որ Արցախյան շարժումը ամբողջ այս պրոցեսների գլխավոր խնդիրը հանդիսացավ, բայց ես դրա հետ համակարծիք չեմ, որովհետև Արցախյան շարժումը ինքնին չի կարա հանդիսանա պատճառ։ Պատճառը եղել են ռազմաքաղաքական ղեկավարները, որոնց դուք 2018 թվականին մանդատ ստացաք հայ ժողովրդի կողմից, որ գաք ու մաքրություն անեք, ու դուք այդ մաքրությունը չարեցիք։ Այդ եռագլուխ վիշապը, որ այսօր դուք ասում եք, մենք քառագլուխ ենք սարքել, որովհետև դուք եկաք իշխանության ու չարեցիք այդ բաղձալի երազանքը։ Մաքրությունը անում էիք, հնարավորություն չէիք տալիս, որ դաշտ նետվեն այն ուժերը, որոնք այսօր Հայաստանի Հանրապետությանը անընդհատ սպառնում են վատթարագույն իրավիճակներով։ Այդ ժամանակ արդեն կարիք է չէր լինի գցել ժողովրդի գրպանը, ասել ժողովուրդը թող որոշի, որտեղ դա դուք պետքա որոշեիք, որտեղ ձեզ էր մանդատը տրված։ Ուրեմն Ադրբեջանի նախագահը առաջին անգամ Սահմանադրություն փոխելու մասին խոսել է 2024 թվականի փետրվարին։ Եվ այդտեղից սկսած է նաև Հայաստանի կառավարության ղեկավարը խոսում ի կատարումն Ադրբեջանի պահանջի Սահմանադրության փոփոխության մասին Ալիևը խոսել է։ Եվ սա ես կոչում ենք Ալիևի հանրաքվե, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է անել Հայաստանում։ Իրականում սա թակարդ է, եւ ասեմ ձեզ, որ երկու մեջբերում ասեմ, ինչ աստիճան է համընկնում Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի խոսքը։ Ալիև, ներկայիս Հայաստանը մեր հողն է, երբեք Հայաստանը նրանք երբեք պետություն չեն ունեցել։ Նիկոլ Փաշինյան, այստեղ եղել են պետություններ, բայց ոչ հայկական պետություններ։ Նախկինում երբեք 90% հայություն չի եղել։ Եվ եւս մեկը, Ալիև, Հայաստանը նախկինում երբեք ներկա չի եղել այս տարածաշրջանում։ Նիկոլ Փաշինյան, մենք ապրում ենք մի վայրում, որտեղ չունենք կադաստրի թուղթ։ Շատ լավ։ Ակնհայտ է, որ մի րոպե շատ լավ, չէ, Լևոն Շիրյան, Արտակ Սարգսյան եւ Նիկոլ Փաշինյան, որպեսզի արձագանքի։ Փորձենք չխանգարել իրար։ Ուրեմն այդ